Աստծո կամոք, եթե հրադադարը մտնի ուժի մեջ, մենք կկարողանանք առավոտյան հասնել դահիե։ Ես եմ, մեծ տարբերություն է, այդ տարբերությունը ես եմ։ Անցած կեսգիշերին Լիբանանի մայրաքաղաքում փողոցներում պատուհաններից, պատշգամբներից հնչել են երկար կրակահերթեր։ Այդպես են բազմաչարչար Բեյրութի բնակիչները արձագանքել Իսրայելի եւ Լիբանանի միջև 10-օրյա հրադադար հաստատելու լուրին։ Այն ձեռք է բերվել Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ Դա երկու երկրների պաշտոնյաների առաջին հանդիպումն էր անցած մի քանի տասնամյակների ընթացքում։ Լիբանանում ապաստանած եւ Իրանից աջակցություն ստացող Հեզբոլլահի եւ Իսրայելի բանակի միջև ռազմական առճակատումը Իրանի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակման հետևանքով սկսված պատերազմի մի մասն է։ Ապրիլի 8-ին ԱՄՆ եւ Իրանը հրադադար են կնքել, սակայն Լիբանանում ռազմական գործողությունները շարունակվել են մինչև 3 կեսգիշեր։ Պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 2200 լիբանանցի, ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է Իսրայելին սահմանակցող Լիբանանի հարավային շրջաններում, որտեղ Հեզբոլլահը ուներ հզոր հենակետեր, ինչպես նաև մայրաքաղաք Բեյրութում համատարած ավերածություններ են։ Տեղահանվածները սկսել են վերադառնալ։ Շատերը պնդում են, որ միևնույն է սատարում են արդարության համար պայքարող Հեզբոլլահին։ Հեզբոլլահի մարտիկները, ինչպես նաև Լիբանանի բանակի հրամանատարները մարդկանց հորդորում են չմտնել ռմբահարումներից վնասված շենքեր, բայց բնակիչները երազում են իրենց տներ վերադառնալու մասին։ Զայնաբ Դահերը ապրում է Բեյրութի հարավում գտնվող Դահիե անվամբ թաղամասում։ Աստծո կամոք, եթե հրադադարը մտնի ուժի մեջ, մենք կկարողանանք առավոտյան հասնել դահիե։ Իբրահիմ Մահդին էլ է այդ ուղղությամբ շարժվում։ Իհարկե ուզում ենք վերադառնալ դահիե, Բեքայի շրջանի մարդկանց համար ավելի դժվար է, իսկ մենք կկարողանանք այնտեղ հասնենք, վրան տեղադրենք ու մնանք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հպարտությամբ նշում է, որ Իսրայելի եւ Լիբանանի հրադադարը կարող է անվանել իր ջանքերով դադարեցված թվով արդեն 10-րդ պատերազմը։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ շատ ոգևորված է։ Կարծում եմ գործարքը կստացվի, առաջին անգամ 44 տարում հանդիպում են Իսրայելի եւ Լիբանանի ներկայացուցիչները եւ դա կլինի Սպիտակ տանը։ Լրագրողներից մեկը հարցրել է, թե Իսրայելն ու Լիբանանը բազմիցս փորձել են խաղաղություն հաստատել, այս անգամ ինչ տարբերություն կլինի։ Ես եմ, մեծ տարբերություն է, այդ տարբերությունը ես եմ։ Իդեպ Լիբանանը եւ Իսրայելը տեխնիկապես դեռ պատերազմի մեջ են, որը մեկնարկել է հենց Իսրայելի հիմնադրման տարում 1948 թվականին։ Իսրայելի հետ դիվանագիտական կապեր հաստատելու հարցը ծանրագույն պառակտում է առաջացրել Լիբանանի քաղաքական շրջանակներում եւ ամբողջ հանրությունում։